5-րդ ալիքը Լույս հիմնադրամի աջակցությամբ ներկայացնում է Բարի տեսություն, սիրելի բարեկամ։ Մեր հանդիպման կամուրջը բլուպուղու զրույցներն են, որոնք մեզ համար ուղենիշ են, ուր և ինչպես գնալու։ Այսօրվա զրույցը իշխանության մասին է։ Պուղի ապան իր առակով հաստատում է, որ իշխանություն ընտրելը որևէ կենդանու ընտրություն չէ, այլ արթուն միտք ու սթափ տրամաբանություն ունեցող պատվախնդիր բանական էակի ընտրություն։ Այս պատմության մեջ ուժ և փառք բառերը ստորադասվում են այդ բառերի իրական ուժը պահող մեկ այլ արժանիքի դեմ։ Պատասխանատվությունն է այդ կարևոր արժանիքը։ Պատասխանատվությունը սկսվում է երդումից, գիտակցված հանձնառությունից, պահպանվում է մտքի արթնությամբ, ողջախոհությամբ և ավարտվում է խոսքը պահելով, տեր կանգնելով։ Առույցն ուժն է, արծիվը բարձրությունն ու փառքը, բուն զգուշավորությունն ու գիշերային հսկումը, տեսնելու կարողությունը այն պահին, երբ ոչինչ չի երևում։ Սա առավել քան կարևորվում է բորենիների վարքով առաջնորդվող կենդանական աշխարհում։ Սա պատմություն է ոչ միայն իշխանների, այլ նաև յուրաքանչյուրիս մասին, ծնողի, ուսուցչի, առաջնորդի։ Լսենք զրույցը Անուշ Բարբառով։ Պուղի, մին զրույց ասե, բայց ես ավարամավարապիներ չասից ինձ կտղցնիս, թաչեմին էլ տսեր, կլոխը ջնղներա թրչից ընգավ գյորոտը։ Պատմիմ Մելիք Շահնազար, պատմիմ կլոխ ուտող են, փարկու հետ անգածն ու եփոլաղ են մասին, հրեք զանա մին իշխանային։ Էդ իշխանեն ինումա 3 տղա, էդ տղերքը մծանում են, չապահաս են տռնում ու սկսում են զրույց անելը։ Հերը ասում է, միս կանամ տսնամ ինչ են ասում։ Մած աղբերը ասում է, մունք վեր մար չինինք, կենթանի ինինք, ես կուզեի վեր առյուծին էին, անցուղղջեն թակավերը եսին էին։ Մարշնակն ասում է, ես էլ կոզին արծիվինիմ, անցուղղջան ստիերինիմ, ու լող տիերան տսնամ։ Կուչիր տղանել ասում է, ես էլ կոզին բու եփոլաղերիմ, հանցու շերը լող հսկիմ, ցիրեկը հիշտայինում, սաղրվամա, բայց մտնավը դու քոնիլացս ինում, կարին կյանք ու նաշկըտ դյուսենին։ Մեհենք Մելիք Շահնազար, հաշե վրա տուս իշխանը, յուր կտաս քուն իշխանությունը։ Պուղի, ամարած, բլս, բայց խելունք բլս, հյուրս խորտ տամ թողեմ իշխանությունս։ Դու ասե Մելիք։ Չէ, դու ասե։ Դե ուրթումնկեր վեր խոսքը տնականուս։ Ուրթումնը մոտում։ Ավիտարան են իրա ուրթումնկեր։ Ուրթումնը մոտում։ Դե ուրեմն իշխանությունը տամս ուջիր տղետ, եփլաղ է։ Խոստանում, ապուղ, բայց ես դարը եփլաղ ու դար չի, արծիվ ու դարա։ Մելիք պուղ են չիտի պահանջում, զերույցն ատի պահանջում, զերույցն էր մեհենք վանց չի, մեր ապու ու պապեր անցա, ուրանք են, մինպեն գիդում են, մեկ շերվա տղապահել են թակավետինում։ Խոխեք, դուք վեր կենթանու կամ թրջունի վարքնըք օրինակելի համարում, կան տիները վեր խորհրդանշական ածզետի։ Ես ծին շատ ում սիրում, ծին խորհրդանշում ահնգերությունը, ազատությունը, ամերաշխությունը ու ազնվությունը։ Մեր ինձանը հրցնինք ու ամենասիրած կենթանիք վերնա, ես կասին վեր ծինա, ես տսացում գանձասարացին, նստացան ումենամիլիոն նկարներ անդի ու շատ ում սիրում է ծինը։ Իսկ ացալում ես վերջերքս, մեր ծինսն ենք։ Արսեն, դու ինչ կասիս։ Ես էլ հեքիաթներան շատ զումբրուտ խուշենում զիրում, զումբրուտ խուշեն հազարան բորնանման, իսկ հազարան բորբերն էլ սոխակնա։ Ես մտածում, եթե երկրում խուշը կա, ուրեմն տեղ երջանկություն ու խաղաղություն կա։ Հա, խոխեք, շատ դյուզ է։ Ձեր նշածները մեր երկրի ու բանահյուսության խորհրդանիշ կենթանին ու թրջունը։ Ղարաբաղի ծին հեծկան ձիերի մի առանձին ազնվական ցեղ է։
Այն հայոց այրուձիի կազմի մեջ հայտնի էր որպես լավագույն հեծկան։ Ըստ որոշ տեղեկությունների նախկինում ընդունված էր հեծյալ ննջեցյալի թաղման ժամանակ նրա ձին գերեզմանոց տանելը։ Հին գերեզմանոցներում պահպանել էին որոշ տապանակարեր ձիերի ու հեծյալների պատկերներով։ Իսկ Զումբուրուտ բուլբուլը կամ Զար բուլբուլը ներկայացվում է որպես բնության զարթոնքի, գեղեցկության, արդարության խորհրդանիշ։ Իր երգով նա վերակենդանացնում է անեծքից չորացած այգին, խորհուրդներով օգնում է հեքիաթի հերոսին։ Ինչպես նկատել եք, բոլոր կենդանիների ու թռչունների վարքից սովորելիք կա, իսկ մեր պատումների ցղվող պուլուպուղու խորհուրդը պարզ է։ Ընտրիր ոչ թե ամենաբարձրն ու շլացուցիչը, այլ արթունը։ Իրական ղեկավարը ճանաչվում է ոչ թե հաղթական շքերթով, այլ դժվարին պահերին պատասխանատվություն ստանձնելու կամքով։ Այնտեղ, որտեղ տեսանելի չէ, մութ է։ Այդ մութը ճանաչողի ուժը որոշիչ է, նա է, որ ունի առավոտ բերելու կարողություն։ Այս առակը վարքի ուղեցույց է, այսօրեական պարտավորություն։ 3 ոսկի ունի այս առակը։ Ուժը առանց բանականության վտանգ է, փառքը առանց սթափության գայթակղություն է, արթուն միտքն ու խիղճն են վստահության հիմքը, երդումը պիտի կապվի գործին, իսկ խոսքը պահվի, պենդ կացեք, տեմդ կացեք։